Եվ այսպիսով հարգելինես այս ջերմատան անուշահամ լոլիկներով այսօր ես պատրաստելու եմ հայկական լեչո։ Հարգելինես, այսօր պատրաստում եմ լոլիկով լեչո։ Լոլիկները լավ լվանալուց հետո կեղևահան արեցի եւ արդեն ժամանակն է դնեմ գազօջախի վրա եւ ֆելու։ Հարգելինես, լեչո պատրաստելիս ես օգտագործում եմ քաղցր լոլիկներ, օգտագործում եմ տարբեր գույների պղպեղներ, օգտագործեցի նաև մի հատ կծու ծիծակ, մի թեթև առամատ տալու համար, օգտագործել եմ սխտոր և կանաչիներից միայն պետրուշկա եմ օգտագործում։ Համեմել եմ աղով ըստ ճաշակի և այս զանգվածին ես ավելացրել եմ 3 թեյք թալ շաքարավազ։ Նշեմ նաև, որ պատրաստ լինելուն պես ես գազօջախը անջատում եմ 1-2 ժամով իրան թողում եմ այսպես մնում է և կրկին գազօջախը կմիացնեմ, իրան կրկին երկտամ, հետո իսկ արդեն կպահածոյացնեմ։ Հարգելինես, քանի որ իրանից շատ համեղ հյութ է դուրս տալիս, ես այսպես փլավքամիջի օգնությամբ իր հյութը կքամեմ, հետո կշշալցնեմ և կուղարկեմ սառցեխցիկ սառելու, իդեպ ասեմ շատ համեղ տոմատի հյութ է ստացվում։ Եվ կարամ հավաստիացնեմ ձեզ, որ այդ հյութը սառը վիճակում իրոք շատ համեղ զովացնող, ախորժակ բացող հյութ է։ Հարգելինես, քանի որ մեր լեչոյի հավելյալ հեղուկը մենք հեռացրեցինք, մենք ստացանք այսպիսի խտությամբ լեչո և մի հատ երտալուց հետո արդեն ժամանակն է պահածոյացնենք։ Հարգելինես, իսկ այստեղ էլ լեչոյի հյութն է, տոմատի հյութը, որը ես կշշալցնեմ և կուղարկեմ սառցեխցիկ սառելու։ Ահա տեսնում եք որքան հյութ դուրս տվեց լեչոյի մեջից։ Ահա, քանի որ պիտի գնա սառցեխցիկ, ամբողջությամբ ես չեմ շշալցնելու։ Հարգելիներս, նորից կրկնվեմ, խոսքերը ավելնորդ են այս հյութի համի համար։
Եվ այսպիսով, հարգելիներս, տեսնում եք ինչ խտության լեչո եմ ես ստացել։ Այս լեչոն ես օգտագործում եմ ձվածեղ պատրաստելու մեջ, ճաշերի մեջ, հենց այսպես էլ կարելի է համտեսել, փլավներին որպես խավարդ կարելի է օգտագործել։ Դուք էլ պատրաստեք և մատուցեք սիրով։ Ավելացնեմ նաև, քանի որ իմ ժամանակը շատ սուղ է, ես յուրաքանչյուր պահածո շատ քիչ քանակությամբ եմ օրեկան պատրաստում, այդպիսով խնայելով իմ ժամանակը։ Ես կարողա այսքանը այսօր եմ պատրաստել, նույն քանակությամբ էլ վաղը պատրաստեմ։ Հարգելիներս, քանի որ տան գործը միշտ կա ու երբեք չի վերջանում, դա է պատճառը, որ հայ կանայք ձգտում են ամեն ինչ հասցնեն, իսկ ես էլ այս տարբերակն եմ իմ համար ձեռք բերել, որ կարելի է քիչ-քիչ պատրաստել և ամեն ինչ հասցնել։